Հայաստանը հապկի բյուջեին պարտքեր ունի, կքննարկվի Հայաստանի նկատմամբ կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը, ասել է Լավրովը։ Պուտինի եւ Փաշինյանի միջև հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություն չկա, հայտարարել է Պեսկովը։ Իրանի շուրջ իրավիճակը կրկին լարված է։ ԱՄՆ-ն թիրախավորել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը։ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբազաներին։ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի զինված ուժերն ամբողջությամբ ջախջախված են, նավատորմն ու ռազմաօդային ուժերը գոյություն չունեն։ Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համար։ Ռուսաստան մուտք գործելուց հետո միգրանտները 30 օրվա ընթացքում պետք է բուժզննում անցնեն, Պուտինը ստորագրել է օրենքը։ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ։ Երևանում կա օրենքի գերակայություն, եւ դա վերաբերում է բոլորին, հայտարարել է Երևանի քաղաքապետի խոսնակը։ Կոսմին Ջորջ Դինեսկուին նշանակվել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության ղեկավար։